Ամանորյա Եղևնին հեթանոսական է, թե քրիստոնեական։ 8-րդ դարում Գերմանիայում գերմանական ցեղերը պաշտում էին Դոնար կամ Թոր Աստծուն։ Նրա սրբավայրը մի հսկա կաղնի էր, որը նրանք աստվածային ուժի նշան էին համարում։ Մի օր այդտեղ եկավ քրիստոնյա միսիոներ Սուրբ Բոնիֆասիոսը, ով Հռոմի կողմից ուղարկվել էր տեղի ցեղերին քրիստոնեություն քարոզելու։ Այդտեղ հասնելով նա արեց մի բան, որը ցնցեց բոլորին։ Բոնիֆասիոսը ժողովրդի աչքի առաջ կտրեց Թորի կաղնին։ Հեթանոսները սպասում են, որ իրենց աստվածը կպատժի նրան, բայց ոչինչ չպատահեց։ Այդ պահին Բոնիֆասիոսը ցույց տվեց մի փոքր եղևնի եւ ասաց. «Այս ծառը թող լինի Քրիստոսի նշանը»։ Եղևնին մշտապես կանաչ է։ Ձմռանը, երբ ամեն ինչ մեռած է թվում, այն կենդանի է մնում։ Սա ուղիղ խորհրդանիշ է Հիսուս Քրիստոսի բերած հավիտենական կյանքի։ Եղևնին ուղղված է դեպի վեր, այսինքն դեպի երկինք, ինչպես մարդը, որ Քրիստոսով բարձրանում է դեպի Աստված։ Այսինքն, քրիստոնեությունը չընդունեց հեթանոսական ծառի պաշտամունքը, այլ փոխարինեց Քրիստոսի խորհրդով։ Ուստի Եղևնին կուրք չէ, այն քարոզ է պատկերներով, քարոզ, որ ասում է. մահը հաղթված է, իսկ Քրիստոսը կյանքի աղբյուր։